Ողջույն։ Անհետացումից առաջ Նեանդերթալացիները հնարավոր է զարմանալիորեն մոտ են եղել միմյանց մայրական գծով։ Տպավորություն է, որ նրանք գրեթե բոլորը սերել են նախնիների շատ փոքր խմբից։ Այս եզրակացությանն են եկել պալեոգենետիկները, վերլուծելով 49 նեանդերթալացու միտոքոնդրիումային դնթ-ն։ Միտոքոնդրիումային դնթ-ն փոխանցվում է միայն մայրական գծով, ուստի այն թույլ է տալիս միայն հետևել, թե որքան բազմազան են եղել պոպուլյացիայում ազգակցական գծերը։ Արդյունքները ցույց են տվել, որ ուշ շրջանի արևմտյան նեանդերթալացիները, որոնք ապրել են մոտավորապես 57-ից մինչև 40,000 տարի առաջ, ունեցել են ծայրահեղձածր գենետիկական բազմազանություն։ Սա անսովոր է։ Որքան փոքր է բազմազանությունը, այնքան փոքր է ելակետային պոպուլյացիան կամ այնքան ավելի ուժեղ թվաքանակի կրճատում է այն ունեցել։ Գիտնականները կարծում են, որ նեանդերթալացիներն անցել են այսպես կոչված շշի վզիկի միջով, ժամանակաշրջան, երբ պոպուլյացիայի թվաքանակը կտրուկ ընկնում է ու գրեթե բոլոր հաջորդող սերունդներն առաջանում են վերապրածների փոքր խմբից։ Հետազոտությունը գլխավորել է Թյուբինգենի համալսարանի թիմը։ Գիտնականներն ուսումնասիրել են նմուշներ Եվրոպայի տարբեր տարածաշրջաններից, Պիրենեյան թերակղզուց մինչև Հյուսիսային Կովկաս։ Ընդհանուր առմամբ դիտարկվել է 49 գենոմ, ներառյալ 10 նոր հաջորդականություն, որոնք ստացվել են Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Սերբիայում հայտնաբերված մնացորդներից։ Պարզվել է, որ ուշ շրջանի 22 նեանդերթալացիներից 20-ը պատկանել են միտոքոնդրիումային գծերի միևնույն ճյուղին, այլ կերպ ասած, այս մարդկանց մեծ մասն ունեցել է շատ մերձավոր մայրական խնախնիներ։ Ընդհանուր պատկերից առանձնացել են միայն մի քանի անհատ, ներառյալ Թորին մականունով նեանդերթալացին ֆրանսիական Մանդրեն քարանձավից։ Այսպիսի գենետիկական միատարրությունը լավ համապատասխանում է կլիմայական պատմությանը։ Մոտ 65,000 տարի առաջ տեղի ունեցել սառցակալման ամենախիստ պիկերից մեկը։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ նեանդերթալացիների պոպուլյացիաների մեծ մասն անհետացել է, իսկ վերապրածները կարող էին պահպանվել միայն փոքրիկ ապաստարանում, որը հավանաբար գտնվել է ժամանակակից Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ Ավելի ուշ հենց այս փոքր խմբից կարող էր սկսվել Եվրոպայով մեկ վերաբնակեցման նոր ալիքը։ Սա նշանակում է, որ ուշ շրջանի նեանդերթալացիները կարող էին սերել ծանր կլիմայական ճգնաժամը վերապրած սահմանափակ թվով մայրերից։ Հետազոտողները փորձել են վերականգնել նաև թվաքանակի դինամիկան, ըստ նրանց մոդելների պոպուլյացիայի արդյունավետ չափը սկսել է կտրուկ նվազել մոտավորապես 45,000 տարի առաջ։ Նվազագույն կետը գրանցվել է մոտ 40,000 տարի առաջ, նեանդերթալացիների վերջնական անհետացումից անմիջապես առաջ։ Այսպիսով գենետիկական տվյալները նկարագրում են պոպուլյացիայի աստիճանական սեղմման պատկերը, սկզբում կլիմայական շշի վզիկ, այնուհետև թվաքանակի տևական նվազում ու ի վերջո տեսակի անհետացում։ Հեղինակներն ընդգծում են, որ եզրակացությունները հիմնված են միտոքոնդրիումային դնթ-ի վրա, որն արտացոլում է միայն մայրական գծերը։ Պատկերը վերջնականապես հաստատելու համար կպահանջվեն ավելի շատ տվյալներ միջուկային գենոմի վերաբերյալ, բայց արդեն այժմ արդյունքները ցույց են տալիս, իրենց պատմության ավարտին նեանդերթալացիները հնարավոր է իրենցից ներկայացնում էին փոքր եւ գենետիկորեն խոցելի պոպուլյացիա։ Անգլիայի հյուսիսում հայտնաբերվել է պահոց, որը հավանաբար պատկանել է Կելտական Բրիտանիայի վերնախավին։ Այն բառացի բաղկացած է քանդված կառքերից։ Խոսքը գնում է ուշ երկաթի դարի արտեֆակտների երկու հսկայական կուտակումների մասին, որոնք հայտնաբերվել են 21-22 թվականներին հյուսիսային Յորքշիրում Մելսոմբի բնակավայրի մոտակայքում։ Գտածոն հայտնաբերել է գանձեր որոնողը, ինչից հետո Դարեմի համալսարանի հնագետները լիարժեք պեղումներ են անցկացրել ու հայտնաբերել են գրեթե 1000 առարկա։ Ամենաանսովորը 28 ծանր երկաթե անվադողերն են։ Դրանց Գիծը հասնում է մոտ 1 մետրի եւ դրանցից շատերը դիտավորյալ վնասվել են թաղումից առաջ։ Անվադողերի հետ միասին հայտնաբերվել են նաեւ ձողերիթներ, սրնիների մասեր, լծասարքերի տարրեր ու տրանսպորտի այլ բաղադրիչներ։ Այս ամենը վկայում է, որ հնագետները գործ ունեն քարանիվ սայլերի հետ։ Սա կարևոր է, քանի որ երկաթի դարի Բրիտանիայից սովորաբար հայտնի են միայն երկանիվ մարտակառքերը։ Քարանիվ սայլերը բնորոշ են միայն մայրցամաքային Եվրոպային ու կապվում են ազնվականության հուղարկավորությունների հետ։ Ուստի գտածոն ակնարկում է սեփականատերերի սոցիալական բարձր կարգավիճակի մասին։ Սայլերի դետալներից բացի հնագետները հայտնաբերել են ճոխ զարդարված մոտ 35 լիտր ծավալով մետաղական կաթսա, կելտական ոճով ձկների պատկերներով կավատ, որը հիշեցնում է գինի խառնելու հունական լեբես, նիզակների ծայրեր, մեծ երկաթե հայելի եւ ձիու լծասարքի տարրեր, գունավոր, ապակիով եւ միջերկրածովյան մարջարներով։ Ընդհանուր առմամբ հետազոտողները հաշվել են մոտ 950 արտեֆակտ, որոնք կարող են ծագել մոտ 300 տարբեր առարկաներից։ Դրանցից շատերը դիտավորյալ կոտրվել են նախքան հողի մեջ դրվել, ինչը կարող է վկայել ծիսական թաղման մասին։ Աշխատանքը գլխավորել է բրիտանական թանգարանի Բրիստոլի եւ Դարեմի համալսարանների թիմը։ Գիտնականները նշում են, որ ոչարվում գտնվում է Սթենվիկ խոշոր ամրացված բնակավայրը, որը համարվում է բրիգանդների հյուսիսային Բրիտանիայի կելտական ցեղերի միության քաղաքական կենտրոնը հռոմեական նվաճման նախօրեին։ Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ պահոցն ամենայն հավանականությամբ թաքցվել է մեր թվարկությունից առաջ 40-ից մինչև մեր թվարկություն 40 թվականներ նկատ ժամանակահատվածում, այսինքն տարածաշրջանի
տարածաշրջանում հռոմեական իշխանության վերջնական հաստատումից քիչ առաջ։ Արդյունքում հնագետները ստացել են հազվագյուտ վկայություն այն մասին, թե ինչ տեսք է ունեցել տեղի վերնախավի տրանսպորտն ու նյութական մշակույթը պատմության շրջադարձային այդ պահին։ Դատելով գտածոներից դրանք ոչ թե թեթև մարտակառքեր էին, այլ ծանր քառանիվ սայլեր, հնարավոր է կարգավիճակի իշխանության եւ հարստության խորհրդանիշներ։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Ծրագրավորողը քննելուց առաջ մահճակալի կողքի սեղանիկին 2 բաժակ է դնում, մեկը ջրով, եթե գիշերը ծարավի, մյուսը դատարկ, եթե չծարավի։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։